Հարբած մի հատ թափ թփուկ, ասում է ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Օրերի տարբերությամբ Երևանում ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքն է գրանցվում։ Այս անգամ դանակահարություն։ Վեճի են բռնվել 8-րդ երթուղու վարորդն ու ոչ սթափ ուղևորը, որը դանակով հարվածել է վարորդին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, արդեն տանն է։ Ավագանու նիստում փորձում են հասկանալ, որն է այդքան հաճախակի դարձած ավտոբուսային բախումների պատճառը։ Ավագանու ընդդիմադիր անդամները վստահ են, խնդիրն Ավինյանի շաբաթներ առաջ իջեցրած հրահանգն է, ըստ որի վարորդների ուսերին նոր բեռ է դրվել՝ լուծել չվճարող ուղևորների հարցը։ Այն որ եվրոպական քաղաքներից էր Տիգրան Ավինյանը խոսում, այդ որ եվրոպական քաղաքում է չվճարման համար ավտոբուսը կանգնում ու կռիվ դարձնում քաղաքացիների միջև։ Այդ քաղաքացիներին ինչի է կռվածնում միմյանց հետ։ Ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն։ Ավինյանը համաձայն չէ ընդդիմադիրների պնդումների հետ, ասում է վճարում գանձելը վարորդի պայմանագրային պարտավորությունն է։ Ըստ քաղաքապետի աշխարհում սա ընդունված պրակտիկա է։ Մեր վարորդները ստանում են նորմալ արտաժամյա եւ բավական բարձր աշխատավարձ 2, որպեսզի մենք կարողանանք այդ աշխատավարձը պահել։ Մեր ավտոբուսները հիմնան վերանորոգել։ Վաղը մյուս օրը էլի նոր ավտոբուսներ գնել 2031 թվականին նոր մեծ խմբականակ ունենք առնելու, նախորդը արդեն փոխարինելու համար։ Այս ամեն ինչը կազմակերպելու համար պետք է կարողանանք հավաքագրել։ Քաղաքապետարանը 172 միլիոն 608 հազար դրամ կուղի Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցմանը։ Այստեղ էլ ընդդիմադիրները մտավախություններ ունեն հաշվի առնելով փորձը։ Հիմա էսի կոռուպցիայի հարցը առաջում, որտեղ դուք էլի եք այսպես բաներ արել, ասում եք մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Ցանկացած բարեփոխում, որ դուք արել եք վերջի 3 տարին, այդ բարեփոխումները ծավալով ու բովանդակությամբ ավելի փոքր են, բայց որևէ մեկն էլ կյանքի չի կոչվել այնպես, ինչպես որ հայտարարվել է։ Դրա համար ես մի քիչ թերահավատ եմ։ Ավինյանը խնդիր է տեսնում ավագանու կազմի մեջ, սլաքներն ուղղում է ընդդիմադիրների կողմը։ Միգուցե ավագանու այս կազմով շատ կարևոր եւ խորքային բարեփոխումները շատ դժվար է իրականացնել եւ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաեւ հենց այս դահլիճում հնչող մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետեւ դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են պատասխանատու վերաբերմունք, դրանք խրախուսում են հենց կամահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ։ Երևանին անմիջական չառնչվող հարցի է անդրադառնում ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։ Շիրակի Ախուրյան բնակավայրի ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանն աջակցելու նպատակով քաղաքապետարանը 30 միլիոն դրամ է հատկացնում։ Նախագիծը Սուքիասյանի գնահատմամբ ողջունելի է, բայց Ախուրյան բնակավայրը պատահական չէ ընտրված։ Ես կարծում եմ սա Երևան քաղաքի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր Ախուրյանցի անոյին, այնց որ ապրի Երևանի քաղաքապետարանը, ու որ այս նախընտրական շրջանում Ախուրյանցի անոյի սիրտը շահելու համար 30 միլիոն դրամ փող է տալիս։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ Թագավորի անունով։ Կենտրոնի նախկին բնակիչ Ավինյանի համար սովորական է եղել փողոցի սովետական անվանումը։ Չի էլ իմացել ով է հայ բոլշևիկ հեղափոխական լրագրող հրապարակախոս Արսեն Ամիրյանը, որը Բաքվի 26 կոմիսարներից էր։ Երբ որ մի փոքր խորանում ես, հասկանում ես, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, տենց ոչ մի առանձնապես այլ արժանիք չունի։ Ամիրյան փողոցը Պապ Թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար, բայց սա միակ փողոցը չէ, որն ուզում են անվանափոխել։ Մնացածները պարզապես չզեկուցվող հարցերի շարքում են։ Առանց զեկուցման Երևանի Երևանի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն անվանափոխվեց Պոդգորիցայի փողոց, քանի որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։